Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, դուք դիտում եք ABC TV ուղիղ եթեր հաղորդաշարը, որ սփռվում է երկուշաբթի մինչև ուրբաթ օրեր երեկոյան ժամը 9-ին, կիրակի առավոտյան, ինչպես այսօր ժամը 10-ին այս կայանով։ Այս ծրագիրը բոլոր ծրագիրները հեռարձակող այս ալիքի վրա սփռվում են Charter-ի 384 ալիքով, Spectrum-ի 1623 ալիքով, Antenna-ով 14 ալիքով եւ ABC.tv Ձեր հեռախոսների վրա ինտերնետի միջոցով եւ Facebook-ի միջոցով աշխարհի որևէ տեղում կարող եք դիտեք, հետևեք բոլոր այն ծրագիրները, ինչ հեռարձակվում են այս ալիքի միջոցով, նաեւ պիտի ավելացնեմ YouTube-ով կարող եք ծրագիր հետևեք։ Այսօր ես պիտի խոսեմ այս նյութերի մասին։ Նախ Homeland Security-ին վերաբերող նյութ ձեզ ցուցադրեմ։ Այս Կալիֆոռնիայում աշակերտները պետք է գրանցվում են, դասավանդումները պետք է սկսի, դրան անդրադառնամ Լուիջի Մանջիոնին, անհանձնավորությունը մեծ United Healthcare-ի ղեկավարին սպանել, դատավարություն տեղի ունեցավ այս շաբաթ, դրա մասին խոսեմ։ Հեղեղը տեղի ունենում այս երկրում, Հովայիում նաև փոթորիկ, հեղեղ չտեսնված երկար տարի էսպես չի եղել մեկ Apache հելիկոպտեր վայր է ընկնում երկու տարօրինակ բան ես չեմ հիշում անցյալներում այսպես որ երկու թռիչք երկուսը նույն համար ունեն ամեն թռիչք համար ունի 24 74 եւ այլն միայն բախտավորին որ մեկը բարձրանում էր, մեկը իջնում էր։ Հիմա նայում են տեսեն ինչպես կարելի է այսպես սխալ տեղի ունենա։ Մեծ ահավոր դժբախտություն կարող էր պատահել, եթե քիչ հետո տեսնեք ինչու։ Նրանից հետո պետք է խոսեմ նախագահ Թրամփին վերաբերող ballroom կամ այդ սրահը, հավաքասրահը, որ պիտի կառուցվի դատարանը կանգնեցրել է աշխատանքը Իրանի հետ նախագահ Թրամփը պատերազմ էր տեղի ունենում հիմա ինչ է իր որոշումը ինչ է պահանջում Մորդակ մեկ անձնավորություն որ քիչ հետո իր մասին մեկ ուրիշ ոչրագործության մասին պիտի խոսեմ տեսնեք պակսում է իջնում է դա տվյալները ցույց տամ հրեական կազմակերպություն ամենախոշորը AIPAC այս կազմակերպությունը տեսնեք միլիոնավոր գումար է ծախսում որ մեկը չընտրվի կամ ընտրվի գումար են ծախսում որ այդ իրենց ցանկացած տեխնացուները ընտրվեն դրան անդրադառնամ նրանից հետո մեկին ոչրագործ սպանել էր այսպես իր ամուսնուն փախեներ ձերբակալել են հետո պետք է օթանավ դες ցուցադրեմ Վաշինգտոնում որ վայրեր ընկել հիմա օթաչուն վիրավորվել էր այդ ժամանակ հիմա են վիդեոն տվել դա ցուցադրեմ ձեզ հավկիթի մասին ծուի մասին պիտի խոսեմ որ սալմոնելլան հիվանդությունը իսկ որ խանութն է վաճառում դրան անդրադառնամ մեկ նկար պատկեր որ Պիկասոն նկարել էր միլիոնավոր երևի դոլար արժողությամբ մեկ բնակարանի մեջ էր մնացել հետո մեկ hammerhead այսպես մուրճի նման շնացուկ գոյություն ունի որ ձեզ պատկերը ձեզ ցույց տամ տեսնեք գլուխը ինչ ձև է այս շնացուկի Taylor Farm դրան անդրադառնող նյութ ձեզ ցուցադրեմ հետո մեկ 18 անի ունեցող տրակ գալիս է կամուրջի է դիպչում հետո նրանից հետո պետք է խոսեմ նաև մեկ խոշոր եզից է ցուցադրեմ մեկ ֆուտբոլիստ որ
տեսնեք ուր է ընկնում այս ֆուտբոլիստը, գոլ է խփում, հետո ուր է վայր ընկնում, եւ վերջավորությանը երկու նյութ որ ուզում եմ ձեզ ցուցադրել, մրցություն, բայց lawnmower, այսպես որ խոտերն են կտրում, տեղի ունենում այդ փոքրիկ lawnmower-ների մրցությունն է տեղի ունենում եւ ամենավերջում Statue of Liberty, այս երկրի այդ ազատության արձանի մասին խոսում, որ Նյու Յորքում գտնվում է։ Իսկ նախքան խոսել այս նյութերի մասին, ուզեմ հիշեցնել Շանթ հեռուստաալիքը Հայաստանից ուղիղ High Vision-ի միջոցով միանում է, հեռարձակվում է Հարավային Կալիֆոռնիա, Spectrum 1629 եւ 381 ալիքներով։ Եթե դուք առավոտը այդ հեռուստաալիքը դիտեք, առավոտը Շանթում ծրագիրն է, նրանից հետո երաժշտական բաժիններ, երաժշտական մրցություններ, ֆիլմեր, սերիալներ եւ գիշերը ժամ 8-ին եւ գիշերը ժամ 10-ին թարմ լուրեր Հայաստանից Շանթի հեռարձակումները High Vision-ի միջոցով կարող եք Հարավային Կալիֆոռնիայում որևէ տեղ ապրում եք դիտեք։ Իսկ եթե դուք բիզնես ունեք, ցանկություն ունեք, ձեր գովազդը տեղադրեք այստեղ, հեռացայինեք այս հեռախոսը համարին։ Իսկ հիմա ես ուզում եմ Homeland Security մասին խոսեմ։ Սա նախարարություն է, խոշոր նախարարություններից մեկն է, բիլիոնավոր դոլար իր գումար ունի եւ վերջերս իրենց էր հանձնված աշխատանքը, որ անօրինականներին այս երկրից ձերբակալեն եւ վտարեն այս երկրից։ Եվ միշտ նախագահը եւ իր խորհրդատուներից Միլեր անունով ճնշում են բանացնում, որ բավական տեղի չունենում այս աշխատանքը, առնվազն 2000 հոգի պետք է այս երկրից վտարվեն ամեն օր։ Եվ իրենք նախապես հազիվ 1000 էր, հետո եղավ 1500, օրեր կա 1800, ամենայն դեպս այդ աշխատանքն է տարվում այս Homeland Security-ին վերաբերող։ Նոմ անունով, Քրիստի Նոմ անունով նախարարն էր այդ ղեկավարում էր այդ աշխատանքը։ Քրիստի Նոմ, եթե ցուցադրեն 10 սատ օթանավ է գնում, ասում է, որ այս անօրինականներին պետք է այստեղից անենք։ Տեսնում եք իրեն, այս նախարարն է, բայց հիմա իրեն աշխատանքից նախագահը անել է եւ օթանավը տեսնում եք, այդ օթանավներից մեկը ինքն է օգտվում, մեկը տեսեք այս օթանավն է, որ անօրինականներին երևի պիտի հանեին, այս դրա համար քննադատություն կար 464 միլիոն դոլար տրամադրել էր 10 օթանավարներ, որ առել էին, այսինքն հիմա այդ օթանավները հետո վաճառում են, իհարկե վնաս է, որ գնում եք, վաճառում եք։ Մի հատ այդ օթանավներից իհարկե տվել են FBI-ի ղեկավարն է այսպես luxury օթանավ կամ գեղեցիկ օթանավ օգտագործում են, որ սովորաբար անսովոր է։ Ուրեմն 464 միլիոն դոլար հատկացրել էր այս կին այս հարցին։ Իսկ մեկ այս կինը նորից 700 միլիոն նաև, այսինքն 1 բիլիոնից ավել գնացել էր տարածքներ, warehouse-ներ, այսպես warehouse, որ ապրանք են այնտեղ ամբարանում, պահեստներ էր գնել նաև։ Այդ պահեստներն էլ մինչ հիմա չեն օգտվել։ Եվ դրանք բոլորը արել էր կառավարությունը, երբ որ մի գումար պիտի ծախսի, պետք է աճուրդի տնեն, պետք է բիդի տնեն, դրվի եւ ամենահարմար անձը կա։ Բայց ինքը բացատրում էր, որ ժամանակ չկա, մենք արագ պետք ունենք, բայց ոչ մեկն էլ չեն օգտվել։ Այդ օթանավները դեռ փառք եղած է, Քրիստինոմին եք տեսնում այստեղ եւ տեսնում եք գումարներ ինչ որ, ահա, ումից են արել այս օթանավները, ահա այսպես տարածքներ են արել, այսպես ումից են արել այս 10 օթանավը։ Մեկ ընկերությունից 464 միլիոն, ասացի աճուրդի բիդի չի տրված վերցրեն, որ ինքը նախապես հարավային Դաքոթայի նահանգապետն է եղել։ Դաքոթաները շատ քիչ մարդ է բնակվում, օրինակ հարավային Դաքոթայում մոտավորապես մի քանի 100,000 բնակիչ ունի։ Ամենայն դեպս այնտեղ այդ նահանգում այդ անձ, որ այս օթանավները վաճառել է Ամերիկային, իր հետ բիզնես է արել այդ անձի հետ, այդ անձը
իր ընտրության գումար է ծախսել եւ հիմա մեղադրվում է որ գիտեք սա եթե Հայաստանում լիներ միշտ ասում են կողանում են տանում են նախկին ռեժիմի նախագահները այս ռեժիմը եւ այլն միշտ կողանալը այնտեղ մի բան է բացահայտ է լինում բայց այստեղ տեսնում եք 1 միլիարդ գումարը տարբեր մի բաներ են առել մի հոգուց որ իրենք ճանաչում են այստեղ բայց մեկը չի ասում որ այսպես քննադատում են բայց գողության այսպես արտահայտություններ չի լինում ինչ որ այս երկրում լինում է մեծ գումարներ երբեմն փոշի է դառնում բայց այնքան այս երկիրը հարուստ է այնքան հսկա է այնքան գումար ունի որ այս փոքրիկ գումարները երևի այդքան էլ կարևոր չեն ինչ որ ուրիշ երկրում կարող է անմիջապես Երևան կա նման սխալ աշխատանքներ ես հիմա ուզում եմ խոսել Կալիֆոռնիայի աշակերտների թիվը անընդհատ պակսում է հիմա գիտեք նոր տարեշրջան է սկսել 2016-2017 իսկ անցյալ տարվանը որովհետև տվյալներ ունենք ես ուզում եմ ձեզ ցուցադրեմ այստեղ տեսնում եք քանի աշակերտ էր 2015-ից 16 տեսեք մոտարապես 11 տարի առաջ այսպես քանի աշակերտ էր այն ժամանակ գրվել դրա համեմատ Orange County-ում 14% ավել քիչ աշակերտ է արձանագրվել կամ գրանցվել հիմա Los Angeles-ում LA County այսինքն LA County-ում որ Glendale եւ Burbank Los Angeles քաղաքի բոլորը ներառված են 88 քաղաքներ եւ ուրիշ unincorporated տարածքներում 18% աշակերտների թիվը պակսել է Riverside-ում 2.1%-ով աշակերտների թիվը պակսել է 3.6%-ով San Bernardino County-ում աշակերտության թիվը իջել է կամ պակսել է անցնում ենք առաջ 2007 թվի համեմատ հիմա այդ թվից էր որ charter school-ներ սկսվեց նահանգը թույլ տվեց որ charter school-ներ լինեն ահա այդ տարի շատ քիչ աշակերտ ունի բայց տարի այս charter school-ների աշակերտների թիվը բարձրանում է հիմա 27% այդ դպրոցն են հաճախում որ հիմա հասել է 728,000-ի մի ժամանակ 50,000 100,000 էր բայց այս տարիների ընթացքին 728,000 աշակերտ charter school է գնում իսկ ոչ charter school-ը public է կրոնական եւ այլն այդ դպրոցները 5 միլիոն է հիմա հաճախում այդ տեսակ դպրոցը ընդհանուր գումար տեսնում եք հիմա 5 միլիոն 700 մոտարապես 283,000 աշակերտ է գնում դպրոց հաճախում հիմա ես ուզում եմ ցույց տալ տարիների ընթացքին 2015-2016 թվին Կալիֆոռնիայում 6.2 միլիոն աշակերտ էր դպրոց հաճախում 2020-21 այսինքն 5 տարի նրանից հետո 6 միլիոն դարձավ երեխաների թիվը այս նահանգում իջնում է 2025-26 մի տարի առաջ 5.7 միլիոն ինչ-որ քիչ առաջ մանրացրի որ charter school են գնում կամ public դպրոց են գնում 5.7 միլիոն աշակերտ դպրոց է հաճախում այստեղ հիմա ուրեմն նահանգի այս աշակերտների թիվը ընդհանուր 7.9%-ով պատկերացրեք մոտարապես այս վերջին տարիների ընթացքին սկսել է անկում է արձանագրել գիտեք սա կարևոր է որովհետև դպրոցները կամ այս դիստրիկտները դպրոցի դիստրիկտ օրինակ Glendale դիստրիկտը Burbank-ի school district-ը Los Angeles-ի school district-ը գումար են ստանում կապված քանի աշակերտ դպրոց է հաճախում այսինքն մի գումար չի որ ասում են օրինակ
պատկերացրեք 100 բիլիոն պետք է դպրոցներին անձնել, կապված է քանի աշակերտ է հաճախում, եթե աշակերտի թիվը իջնում է, ուրեմն այդ բյուջետն էլ նաև պակսում է, ինչ որ պատկեր ուզեցի ձեզ տալ, որ տարբեր պատճառներ կա, այստեղ թանկացել են նրանք, որ փոքր երեխա ունեն, նահանգից գնում են, հիմա այս վերջին ժամանակ նաև անօրինականները, գիտեք, հրավիրումին կան այստեղ եւ այլն, հիմա մտահոգ եմ, որ իրենց կձերբակալեն Կալիֆոռնիայում նախագահ Թրամփ ավել աշխատանք է կատարում այս նահանգում, որ անօրինականներին վտարի այստեղից, դրանք բոլորը պատճառներն են, որ հիմա աշակերտության թիվը պակսում է, իհարկե ասացի նախքան Թրամփի նախագահ լինելը նաև ցույց տվի 2007 թվից սկսվել է թիվը պակսում աշակերտներին։ Ես հիմա Լուիջի Մանջիոնի մասին եմ ուզում խոսել։ Լուիջի Մանջիոնին մեկ 50 տարեկան United Health այս կազմակերպությունը, որ ամենամեծ ինշուրենսի ընկերությունն է, Health Insurance, առողջապահական ինշուրենս է վաճառում, այս տղան բարկանում է, ինքը մեծահարուստի երեխա է, շատ մեծահարուստ, ոչ թե սովորական մեծահարուստ, պապական, ոչ թե իր հայրը հարուստ եղել, այլ անցյալները նաև, եւ բիզնեսը իրենցը այս դպրոցներին վերաբերող դպրոց, այսինքն ներեցեք, տարեցներին վերաբերող աշխատանքն է, healthcare, այսպես բնակարանները տրամադրում տարեցներին են պահում, մեծ բիզնես ունի իր պապիկը, պապան, նրանից առաջ, այսպես է, բայց ինքը պրոբլեմա ունենում, մեջքի ցավի պրոբլեմա ունենում ու անընդհատ ինշուրենսը գրում է, որ հետաձգում է, հետո գումարը ասում է չենք վճարի, որտեղ դա ներառված չի քո առողջապահական ինշուրենսը, դա չի փակում, այսպես բարկանում է եւ գնում է իրեն health insurance, առողջապահական ինշուրենսը այդ United Healthcare-ից չէր, բայց ատրճանակը վերցնում է, գնում է եւ իրեն ձևացնում է, որտեղ իր անունով իրեն ծնողները շատ մեծ են, ասում է, որ ես ուզում եմ $50 միլիոն, իհարկե բոլորը սրանք email-ով, հեռախոսով էսպես, որ ես ուզում եմ այդտեղ invest անեմ, գումար տրամ։ Իրեն հրավիրում են, որ այդ համագումարին, որ Նյու Յորքում պիտի կատարվի United Health Institute-ը կամ կազմակերպություն, այս առողջապահական կամ insurance company-ն աշխարհով մեկ բոլորին հրավիրել էր, որ համագումար էր տեղի ունենում ղեկավարության։ Հիմա պատկերացրեք, կարծում եմ սա մեծ գումարները, ուրեմն իրեն ամեն ինչ տեղեկությունը տալիս են, որ այստեղ է լինելու, այս ժամին է սկսելու եւ դրա համար գալիս է թաքնվում է առավոտը եւ կրակում է Թամսոնի, տեսնում եք այդ կապուտ ջակետով, Ամերիկայի ամենախոշոր healthcare-ի ղեկավարն է, որ գնում է, սա կրակում է, հետո փախչում է իհարկե եւ 5 օր իրեն փնտրում էին, տեսեք կրակում է իր վրա եւ այսպես դեկտեմբեր 4-ի 2024-ին ասում է ես Թամսոնի վրա կրակված արի Մանհաթանում ու ինքը այնտեղ վայրենգավ մեռավ։ Սա իր կինն է, որ իր դատավարության վերջին օրը ուրբաթ օրը, որ ինքը ընդունել է, որ մեղավոր է։ Իր փաստաբանները նախապես արծացին, որ սա հոգեկան խանգարում է ունեցել, որ կրակեն է, որպեսի փրկեն իրան մասամբ, բայց հետո ինքը չընդունեց եւ մտածեցին ավել լավ է ինքը ասել էր կընդունեմ, որ մեղավոր եմ եւ սա ֆեդերալ իրեն դեմ դատ է բացառել ֆեդերալ գավերնմենթը, կենտրոնական կառավարություն եւ Նյու Յորքի նահանգը երկուսը դատ են բացառել, բայց իր փաստաբանները իրեն խրախուսել էին, որ ավել լավ է, որ առաջ ֆեդերալ դատավարությունը լինի, որովհետև մեկը որ լինի, այդ որ լինի, հետո մյուսը կարելի է պահանջել դատավորին, որ double jeopardy կամ այսպես կոչված է double jeopardy, այսինքն
դժվարություն կա կամ կրկնակի իրեն տատի են տալիս ուրեմն ռիսկի չդիմելու համար իրեն այդպես են խորհուրդ տալիս եւ այսպես company-ն իրեն ուրեմն որտեվ կարծում է $50 միլիոն պիտի ինվեստանի իրեն տալիս ատրճանակրացան է վերցնում ու գալիս է New York 3D printer մի մասը ինքն է պատրաստել այս հրացան ատրճանակը ինքը անձամբ պատրաստել է որ ասում է որ խիստ ցավ եմ ունեցել մեջքիս վրա որտեղ մեջքը միաժամանակ ես պետք է ավելացնեմ սա չտեսնված աշակերտ է եղել երբ որ դպրոցը գնացել համալսարան է գնացել որպես խելացի անձնավորություն իսկ այնքան բարկանում է ասեն եմ միշտ բոլորը բարկացած են տեսնում եք իր մեջքին այդ մեխերն է ինչ որ ողնաշարին պատերն ասացի բայց ինքը այս company-ից insurance չի գնել այլ ուրիշ company եղել բայց ինքը կարծում է որ այս insurance-ի ընկերությունները կողոպտում են այս պարազիտները parasites տեսնում եք այդտեղ եւ այստեղ տեսնում եք երբ որ ծերպակալներին մի խումբ դուրս են գալիս նրան հովանավորելու որպես փրկիչ անձնավորություն մարդ էլ կա այս անձը եկել է ասում է սպանությունը հետ դեմ է կինն է զոհի կինն է այդ ընկերության ղեկավարի որ փոքրիկ երկու փոքր երեխաներ ունի դատարանում էր երբ որ վերջնական իրեն մեղադրում այս անձն է company ընկերություն ղեկավարը որ այստեղ տեսնում եք եւ ընտանիքը այս Brian Thompson-ի ընտանիքը ասում է այսօր մեղադրյալը ասում է մեղադրյալը ընդունել է եւ մեր զոհը կարծեք թե արդարություն է ինչ որ իրեն եւ մեր ընտանիքին համար է այստեղ տեսնում եք Նյու Յորքում այս ղեկավարությունը բացատրում է տեսնում եք Լուիջի Մանջիոնի որը այսպես ուրեմն ցմահ բանդարգություն է ունենալու իսկ իրեն նահանգային տատը դեռ մնում է ես հիմա ուզում եմ խոսել նաև հեղեղ է տեղի ունենում Ինդիանայում գիտեք միտեղ շոկ է միտեղ հեղեղ է տեղի ունենում հիմա անցնենք առաջ տեսնում եք փոթորիկ է տեղի ունենում սա Ինդիանայում այս վիճակն է տիրում ինչ որ այստեղ տեսնում եք Midwest ընդհանուր Ohio 6 տարբեր ժամանակ խիստ փոթորիկ թորնեդո տեսնում եք որոշ բնակարանները մարդիկ նավակով պետք է այդտեղ անցնեն գնան կան իսկ մեզ մոտ ջրի կարոտը կա տեսնում եք մարդիկ գնացել են կնելու որովհետև փոթորիկ է գալու չկարնան տեսնում եք այստեղ նաև ավազ են տանում որ օվկիանոսը ջուրը գալիս է հիմա միայն այդ տարածքներում չի նաև Հովայիում եք տեսնում տեսեք հրաբուխային սարը սկսել է հեղեղ է տեղ ունենում դեռ այսօր նաև անձրևներ խիստ անձրևներ է տեղի ունենալու Հովայիում որ 150 տարի է այսպես անձրև այսպես փոթորիկ ինչ որ տեղի է ունենում Main Island-ում տարբեր կղզիներ կա Main կարևոր ամենախոշոր կղզի մոտ է որ ինչ որ այդպես տեղի ունենան ես պիտի դադարեցնեմ երբ վերադառնամ Տաթարից Apache հելիկոպտերի մասին խոսեմ ծրագիրը հովանավորում է Բրբանքում գտնվող Բրբանկը Adult School-ն է գտնում հաջորդ շաբաթ դասավանդումները սկսվելու է 12 դասավանդում է տեղի ունենալու այս դպրոցում դեռ կարող եք գնալ հարցնել մասին որոշ դասարանները արդեն երկար ժամանակ էր ցեզ ասել էի այս ալիքով անընդհատ ռեգլամը ցուցադրեցինք մինչև 3
որ դուք անմիջապես գնայիք, որտեղ շաբաթ օրերն էլ աշխատում են, այստեղ դուք կարող եք բուժքույրի օգնական լինեք կամ բուժքույր լինել, ատամնաբույժի օգնական լինեք, կոմպյուտեր չգիտեք, կոմպյուտեր սովորեք, բնավ չգիտեք, կարող սովորեք, գիտեք, բայց մասնագիտացված եք ուզում սովորել, առիթը ձեզ համար կա, դուք կոմպյուտեր գիտեք, տարբեր բաներ գիտեք, բայց առավել կարող եք ձեր գիտությունը բարձրացնել եւ ուրիշ դասավանդումներ բոլորը մանրամասնությունը այնտեղ հեռացանեք, բայց հեռախոսով մի քիչ դժվար է։ Երկու կամպուս ունեն, երկու կենտրոն ունեն։ Մեկը Burbank High School-ում է, որ անմիջապես Glendale-ին կպված է, գիտեք, այստեղ է, մեզ շատ մոտիկ է։ Իսկ մյուսը գտնվում է Allen փողոցի վրա, այնտեղ, որ հիմա հասեն ռեկլամի մեջ կտեսնեք, այնտեղ մեծ մասնասավանդումները այնտեղ է լինում, հետևեցեք ռեկլամին, կիմանաք մանրամասնությունը։ Երևան Post-ն է ովանավորում ծրագիրը, մի ծանրոց եթե ղրգեք, օդանավով մի փաունդը $2.99 է, նավով մի ծանրոց հազնեք, երկրորդ ծանրոցը անվճար ձեզ համար կտանեն, $50 ծանրոցը վերցնեք, նույն համավասար $50 ծանրոց ձեզ անվճար կհատկացնեն։ Նաև կարող եք գումար ղրգել, կահկարասիկ ունեք ուզում եք ղրգել ձեր ազգականին կամ դուք տնափոխում ուզում եք գնալ, մեքենա կարող եք ղրգել, խիստ գինը իջեցրել են, ուրիշտեղ հարցրեք $2500-ից պակաս չի, այստեղ տեսնում եք $700, $800 ավել էժան է։ Ծրագիրը նաև Շահին թուրն է ովանավորում ծրագիրը, Բրազիլիա, Փարագուեյ եւ Արժանտինա, եթե կուզեք գնալ այնտեղ 3800, այսինքն այս երեք երկրները այցելության կարող եք գնալ $3890 զանգահարեք։ Նաև եթե Իսպանիա եւ Պորտուգալ, եթե ցանկություն ունեք գնալ այնտեղ, նաև $3690 ընդամենը հեռացային եք կվերադառնա։ Սա Apache հելիկոպտերն է, որ ամերիկյան զինվորականները շատ օգտագործում են պատերազմի ժամանակ քաղաքի մեջ եւ ահա այստեղ Թեքսասում միշտ վարժություններ են անում, practice են անում, training flight այսպես կոչված եւ մեկ այս հելիկոպտերը հիմա եթե ցուցադրենք Թեքսասում վայր ընկնում երկու հոգի այս հելիկոպտերի մեջ երկուսը դժբախտաբար մահանում են։ Այս տեսակ հելիկոպտերը բոլոր ուրիշ տեսակ հելիկոպտերներից ինչ որ Ամերիկայի զինվորականությունը, այսինքն երկիրը ունի, տեսնում եք այս երկու օդանավի մեջ են լինում, որ մահացել են, զոհ են եղել այս դեպքի։ Ես հիմա ուզում եմ խոսել մի չտեսնված բան, ես չի տեսել այսպես մի բան, որ նույն օդանավի ընկերությունը մի նույն տարածքում մեկը այս օդանավը պիտի Phoenix, Արիզոնայում պետք է իջնի, մյուսը պիտի պատկերացրեք բարձրանա։ Երկուսի թռիչքները բոլորը համար ունեն, այստեղ տեսնում եք օրինակ 24-82 միշտ ամեն թռիչք համարներ ունեն, բոլորը, բայց այստեղ չգիտես ինչու, մյուս թռիչքը նաև 24-82 է, և աշտարակի մեջ նստած, թավորի մեջ նստած անայնձը, որ օդանավները գալիս են, բարձրանում են, մեկը այնտեղից ուղղություն է տալիս, որ կարող է բարձրանա, սպասի, հետո ասում է կարող ես հիմա բարձրանաս, կամ օդանավը գալիս է, ասում է կարող ես իջնես, կամ մի անգամ էլ շրջիր, հետո իջիր, հանկարծ այդ անձը անդրադառնում է, որտեղ իրենք ասում են flight number 2482 օդաչուի հետ որ ասում են այդ թռիչքի համարը տալիս են, որտեղ ուրիշներ կարող է լսում են նաև, որ գիտնան, որ ում մասին է աշտարակի մեջից անձը ում է դե խոսում։ Իսկ հիմա այս երկուսն էլ նույն համար ունեն, հիմա տեսեք բարեբախտաբար այդ աշտարակի մեջ նստող անձը
Միցև կարծես արթուն անձնավորություն է լինում վերջին վարկյանին, տեսեք օթանավները գալիս են վարկյանների խոսք ենք ասում հարյուրավոր, գիտեմ, կիլոմետրներ կարող է մի քանի վարկյանում կան իրար հասնեն, կարողանում է փրկի վիճակը։ Հիմա ցուցադրեմ ձեզ, որպեսզի դուք տեսնեք Phoenix-ի ուրեմն երկնքում է սա պատահում, երկուսն էլ American Airlines նույն ընկերության պատկանող ընկերություններ են, 737 տեսակի օդանավ են երկուսը եւ մեկը իջնում է, մեկը բարձրանում է։ Տեսնում եք այս աշտարակի մեջից ասում է ես ուզում եմ որ տարածք պահեք որպեսզի 10 մայլ ասում է դուք նույն համարը ունեք եւ ասում է որտեղ են գտնվում իրենք եւ այսպես ուշադիր լինեն որ մի քիչ ավել բարձրանա մյուսը իջնի տեսնում եք 11800 մյուսը 10000 որ մի քիչ հեռանան մեկը մյուսից հեռանա տեսնում եք իրար վրայից հետո անցնում են որովհետեւ մեկին ավել բարձր ասում բարձրանա մյուսին ասում ավել իջնի ինքը ասում է այդ անձը ինչ որ նկատեն էր սխալ ասում ես 25 տարի աշխատում եմ աշտարակի մեջ եմ աշխատում մինչև հիմա ես այսպես բան չեմ տեսել եւ մասամբ այս ոչ ոք չէր տեսել հիմա հետաքննություններ պիտի լինի FAA-ը Federal Aviation-ի կողմից եւ American Airlines-ի կողմից ահա այդտեղ օթաչունը ասում է շատ լավ աշխատանք կատարեցիր եւ ես ասում եմ ես 25 տարի չեմ թռիչքների մասնակցել բայց ինքն էլ չի տեսել եւ գեղեցիկ փրկեցիր այսինքն այս օթաչուներին կարողացավ անդրադառնալ Mayday երբ որ ասում են այսինքն վտանգ այսպես տեսնում եք սա մեկ ուրիշ օթանավ է որտեղ պրոբլեմ են լինում սա արևելյան նահանգում է պատահում որ պրոբլեմ է ունենում օթանավը ու անմիջապես ասում է ուզում եմ վերադառնամ դա օթաչուներ որ աշտարակին որովհետև թռչուներ մտեն եւ մոտորի մեջ եւ երբ այդպես է լինում էնջինը վառվում է բայց բարեբախտաբար կարողանում է հետ վերադառնա դրա համար է որ Southwest Airlines-ը տեսնում որ աշխատում են թռչունները շատ այդտեղ չլինեն եւ տարբեր խոշոր արծիվներ են բերում ուրիշ արծիվը տեսնում են թռչունները հեռանում են բայց եւ այնպես նաեւ թռչունը կարող է մեծ խնդիրներ ստեղծի օթանավի թռիչքների համար ես պետք դադար ընդունեմ եւ երբ վերադառնամ պիտի խոսեմ նախագահ Թրամփի մասին այդ հավաքատեղին ինչ որ ուզում է կառուցի Վաշինգտոնում եւ այդ Իրանի հետ հարաբերությունը կամ հարաբերություն չունենալը դրա մասին խոսեմ ծրագիրը հովանավորում է Court Furniture-ն է հովանավորում Court Furniture Ամերիկայի ամենախոշոր ֆուրնիչերի խանութներից մեկն է բիլիոնատերի է պատկանում տասնյակ խանութներ ունի Ամերիկայում Գլենդելում 339 նոր Central-ի մրթելի հատմանկետում է գտնվում Orange County-ում 405 Freeway եւ Euclid փողոցի հատմանկետում Santa Ana-ում խանութ ունեն Oregon-ում, Washington նահանգում, Washington քաղաքում Նյու Յորքում, Նյու Յորք նահանգում, Նյու Յորք քաղաքում, Ֆլորիդայում, Մայամիում, Ֆլորիդայի տարբեր քաղաքներում խանութներ ունեն։ Եթե նոր մատրես պիտի գնեք, այցելեք Court Furniture, տարատեսակ մատրես են առաջարկում, օգտվեք իրենց ծառայությունից։ Ծրագիրը նաև հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Եթե դուք վարձակալ եք այդ ինչ որ վարձեր եք պետք է մաքուր լինի, բնակել լինի։ Եթե մրջուն կա, միջատ կա եւ մուկ կա, դες պիտի հատուցում տան։ Զանգարեք, դուք ոչինչ չեք վճարում։ Կալիֆոռնիայի որևէ քաղաքում ապրում եք, տարբերություն չունի։ Կարող եք զանգահարել
եւ ինչ ասացի, որ եթե հաջողեց գումար վերցնի, հետո իրեն կվճարեք։ Ծրագիր նաեւ հովանավորում է Pizzartini Burbank-ում, Pizzartini-ին տեղախոս համար այստեղ տեսնում եք, Burbank-ում է, Glendale-ին շատ մուտիկ է, բայց ամենայն դեպս կարող եք պատվերեք, կբերեն ձեր տանը։ Եթե մի պիցա պատվերեք, համավասար պիցան 50% զեղչ է առաջարկում, նաև սանդվիչներ ունեք, կարող եք օգտվել ծառայությունից կվերադառնա։ Սպիտակ տունը կազմված է քանի պալատներից։ Օրինակ սա նախագահի գրասենյակն է, Oval Office, ծվածև սենյակն է այստեղ գտնվում։ Մեջտեղում այն շենքն է, ինչ որ նախագահը երկրորդ հարկում բնակվում է իր բնակարանն է, այդտեղ ինքը իր տիկնոջ հետ, երբ այդտեղ է, այստեղ են բնակվում։ Հետո աչում սա իստ կամ արևելյան թևն էր նախկինում սպիտակ տան։ Այսպես եղել 100 տարից ավել այսպես վիճակ է ունեցել, իսկ նախագահը, երբ որ նախագահ Թրամփը երբ եկավ այս նստաշրջանին, հրաման տվեց այս արևելյան թևը լրիվ քանդեցին, տապալեցին, ասացին, որովհետև այդտեղ հանդիսասրահ ունեն 250 հոգի կարող էին այնտեղ հրավիրեին։ Սովորաբար նախագահները այսպես սպիտակ անցևը կամ մյուս կողմը դրսում էին, այդ մեծ հավաքները դրսում էր տեղի ունենում։ Ամենայն դեպս նախագահ Թրամփ ասաց, որ հարկավոր է, որ մեկ կառույց լինի, որը 90,000 square foot, կարծեք 9,000 քառակուսի մետր մեծությամբ, սրահ պետք է այստեղ լինի, որ կարողանա 999 հյուր, պատկերացրեք, 1000 հոգի հյուր ընդունի, ոչ թե 250 հոգի։ Իսկ ասած ավել ապահով տարածքներ ունենալու ներքևում այսպես բետոնի շենք, այսինքն ներքնահարկում գետնի մեջ նաև կառույց է այնտեղ պատրաստվել, որ հետո պետք է օժտվի տարբեր սարքավորումներով։ Ուրեմն նախագահը սա փլեցրեց, հետո սկսեց այդ աշխատանքը արագորեն եւ սկսեցին հիմա ներքնահարկը frame-ը սարքված է, base-ը սարքված է, վրան սկսել է այս տարածքը ինչ որ այստեղ տեսնում եք, ասացի սա նախապես ավել բարձր էր, բայց այնքան բարձր էր, որ այս սրա գեղեցկությունը, որ համարվում էր սպիտակ տուն, այդպես կարևոր չէր, որտեղ այնքան խոշոր էր սենյակը, մի քիչ այսպես տանիքը մի քիչ իջեցրին, որ սա էլի երևելի լինի, բայց տեսնում եք սա 55,000 square foot է, սա 90,000, մոտարապես 80%-ով գերազանցում է մյուսին։ Ամենայն դեպս ես հիմա ուզում եմ ցույց տալ ինչ է նպատակը։ Սա է դեռ պատրաստ չի, իհարկե ամեն ինչը ոսկիից, այսպես տեսնում եք տարբեր, սա հիմա շենքն է ինչ որ կառուցում են եւ դատավորը ասաց, որ նախագահի այստեղ նախագահն է ինչ որ այցելություն է տվել այդ շենքը ինչ որ հիմա կանգնեցրել են դատարանը, ասել է դատավորը քորթաֆիլ դատարեցրել է աշխատանքը, ամենայն դեպս եւ այստեղ տեսնում եք, որ դատավորը ասում է սա նախագահի անձնական շենքը չի, սա ժողովրդին պատկանող շենք է եւ իրենք իհարկե կառավարությունը այդ հարցին պատասխանել է, որ նախագահը վտանգի մեջ է, մենք ուզում ենք ավել ապահով տարածքներ պատրաստենք եւ այսպես որովհետեւ նախագահ քանի անգամ ենթարկվել է տերորի է ենթարկվել։ Սա այդ շենքն է ինչ որ կառուցվում է, դեռ չկա շենքը։ Մենակ գծագրությունն եք տեսնում, պատկերն եք տեսնում եք այս շենքը, որտեղ այդ հանդիսասրահն է լինելու 999 հոգի
տարողությամբ, սա արխիվն է այդ շենքի, գաղափարը վերցված է Վերսայ, Ֆրանսիան պալատներ ունի, այդ ֆրանսական պալատների հիման վրա է ինչ որ նախագահը տեսել էր, սիրել էր, հավանել էր եւ ցանկացավ որ այսպես լինի։ Նախագահական կնիքը տեսնում եք այնտեղ շենքի վրա, տեսնում եք ոսկե, վերևը այդ իր ուրեմն կնիքն է ինչ որ տրված է այդտեղ կամ էմբլեմն է gold presidential seal-ն է, որ տեսնում եք այնտեղ։ Իրեն աշխատակազմը, Սպիտակ տանի աշխատակազմը շնորհակալություն առաջին կառուցողից, որ այսինքն նախագահին անուղղակի ասում են, որ պալատը շատ գեղեցիկ է լինելու, կամ Սպիտակ տունը շատ գեղեցիկ է լինելու, շնորհակալություն նախագահին, այսպես աշխատակազմն է Թրամփի ասում նախագահի մասին, տեսնում եք այստեղ էմբլեմը կամ կնիքը նախագահի այստեղ տրված է։ Ես հիմա նախագահին վերաբերող ուզում եմ շարունակել եւ vaccination, այս պատվաստանյութ ինչ որ պետք է երեխաներին սրսկեն, դրա մասին եմ հիմա ուզում խոսել, եթե շարունակենք, ասում այս շաբաթ, այսինքն ասացին առաջարկությունը White House Childhood Vaccination recommendation, ուրեմն առաջարկությունն է, որ ինչ հիվանդությունների համար պատվաստանյութ լինի։ 11 հատ է ընդհանուր, որը նախագահի աշխատակազմը ասեն են, նախապես 18 հատ էր։ Հիմա մեկ բան, որ միաժամանակ սրսկում էին measles, կարմրուկը, այդ mumps եւ rubella եւ այսպես 3 հատը ջոկ սրսկեն, նախապես միասին էին սրսկում, այսպես տեսնում եք փոփոխություն են բերել, բոլոր մասնագետ բժիշկները ասել են սա սխալ է, իհարկե նախագահը ասել է մանավանդ, ում որ տեսնում եք այստեղ մեկ սենատոր է, որ Bill Cassidy տեսնում եք, Լուիզիանայի սենատորն է, ասում է ինքը բժիշկ է, ես սենատում մեկ հանձնախմբի, որ այդ բժշկական հարցերի պատասխանատու ղեկավարն է այդ սենատի հանձնախմբի, ասում է ես դոկտոր եմ, այս հրամանը ինչ որ նախագահը տվել է սխալ է եւ նախագահի մասնագիտությունը չի, որ ասի ինչ պետք է սրսկվի, ինչ չսրսկվի։ Մասնակետներ, բժիշկ մասնակետներ եկել են այդ համոզմանը, տարիներ սրսկված է այս եւ այս սրսկումները կապ չունի autism-ի, կապ չունի եւ վակցինը ինչ որ երեխաների համար մի բան որ միասին են սրսկում, հիմա ջոկ զատ սրսկեն, դա եւ հետո իջեցնեն նրանք որ պետք է իրեն երեխային սրսկեն, սխալ է եւ ծնողները պետք է լսեն իրենց երեխայի pediatrician, մանկաբույժին լսեն, որ վակցինները անպայման սրսկեն եւ սա ինչ որ նախագահ հրաման է տվել սխալ է։ Սա շատ սխալ է, վերջում էլ տեսնում եք գրել է this is so wrong, այս բժիշկն ասում։ 11 հիմա immunization բոլոր երեխաների համար առաջարկում են, նախապես 17 կամ 18 սրսկում էր եւ ասում է որ այս բժիշկն նաեւ ասում է որ ձեր եւ բժիշկների հանձնախումբը ասում է որ ձեր բժիշկի հետ խորհրդակցեք RSV եւ hepatitis B բոլորը ձեր բժիշկների հետ խորհրդակցեք բոլոր երեխաներին մինչ հիմա սրսկում էին եւ ինչ որ ասացի նախագահը ասել է որ ջոկեն մեկ սրսկվի եւ թիվ նաեւ այդ սրսկումների իջեցրել է եւ դրա համար էր այդ դոկտոր սենատորը քննադատում էր ինչ որ այստեղ տեսնում եք measles, mumps-ը եւ rubella միասին էին սրսկում հիմա ամեն մեկը սրսկում են գիտեք
ավելի շատ ահուսարսափ է առաջացնում, ամեն անգամ սրսկում եք երեխային իր մոտ դժվարկացություն է ստեղծում։ Ես նախագահ Թրամփի մասին էի խոսում, նաև ուզում եմ խոսել Իրան, Ամերիկայի այս վերջին ժամանակվա, որ հարաբերություն բնավ չկա։ Իրանցիները ասում են, որ երբ որ Ամերիկան բոլոր այդ ինչ որ խոսել էին, որ վնաս է ասել այս երկրին իր ռմբակոծումների հետևանքով 300 բիլիոն պետք է գումար տա, որ մենք վերակառուցենք երկիրը, ասում է Իրանի ղեկավարությունը։ Նաև գումար կա թագավորի, Իրանի թագավորի ժամանակվանից, երբ որ թագավորը հեռացավ, այդ գումարը ինչ որ գոյություն ուներ աշխարհում, Ամերիկան բոլորը սառացրել է այդ գումարները։ Եվ Իրանը հիմա պահանջում որ այդ գումարը պետք է ազատ արձակեն։ Հորմուզի նեղուցը մենք ենք ղեկավարելու, մենք ենք տերը այդ տարածքի եւ խոսեն են նաեւ Օմանի հետ, որպեսի ես հիմա Օմանի քարտեզը պիտի ցույց տամ, տարօրինակ է, որովհետեւ ես նկատել եմ սխալ տպավորություն ունի մեր ժողովուրդը Օմանի մասին։ Օմանը շատ տարօրինակ երկու կտոր երկիր է։ Եթե քարտեզի վրա կարողանայինք մենք ցուցադրենք, սա տեսնում եք Օմանն այստեղ է, սա Հորմուզի նեղուցն է, Իրանը բնականաբար բոլոր այս տարածքը Իրանն է, որ հիմա ասում է, որ ով էստեղից անցնի, նախ որ պետք է երկու բաժին անենք, մի բաժինը Օմանին է, մի բաժինը Իրանին է, իրենք ասում են, որ որևէ նավ ուզում է ներս մտնի այս Պարսից ծոցը, պետք է մեր բաժնից մտնի ներս, հեռանալուց Օմանի, ուրեմն այս վերևից կարող են գալ ներս, ներքևից գնան դուրս, բայց մենք պետք է ներքևի վրա էլ կոնտրոլ ունենանք, որովհետև ըստ երկիրը Օմանը, եթե հիմա կարողանան քարտեզը ցուցադրել մեր ինժեները, հիմա ես այստեղ ուզում եմ դուք տեսնեք, որ Օմանը ինչպես է։ Բնականաբար դուք տեսնում եք, սա Սաուդի Արաբիան է, սա ասացի Պարսից ծոցն է, Ղաթարը այստեղ է, Բահրեյնը, այս փոքրիկը Բահրեյնն է, այնտեղ տեսնում եք նաև Քուվեյթն է, բայց բոլորը սրանք Իրանի տարածքն է։ Իսկ Օմանը այստեղ է, որտեղ ծովի կողքին է, եւ նաև այս փոքրիկ տարածքն է, որ կարողանում է կոնտրոլ անի այսպես, այստեղ, որ ասած է Իրանն ասում է նավերը պիտի կան այստեղից գնան, իսկ վերադառնալիս կան այստեղից դուրս գնան, բայց մենք նաև պետք է կոնտրոլ ունենանք Օմանի հետ, միասնաբար պետք է կոնտրոլ անենք այս մասը։ Իսկ այս մեկը միայն իրենք են, այդ է իրենց պահանջը։ Ասում են, եթե սրանք նախագահ Թրամփը չընդունի, ուրեմն խաղաղություն չի լինելու այս շրջանում։ Իսկ նախագահ Թրամփը թեև համաձայնագրերը ստորագրել, նախագահ ստորագրել, հիմա ասում է ոչ։ Հիմա այս վնասները, որ ինչ որ հասցրել է բիլիոնավոր դոլարներ, Իրանը պետք է մեզ վճարի, որպեսզի մենք թույլ տանք, որ այստեղ ասած է Իրանի լրիվ սահմանը պաշարել է, ամերիկյան նավերը պաշարել են, ոչ մի նավ չի կարող մոտենա Իրանին։ Սա մոտարապես շաբաթներ է, որ փակել է ամեն ինչ նախագահ Թրամփ։ Եվ ասել է շուտով այս տարածքը մերն է լինելու, նախագահ Թրամփը այդպես ասել, բայց չի բացատրել ինչպես է լինելու, Ամերիկայի տարածք է լինելու, այս ինչ որ տեսնում եք, այս նեղուցը լինելու է Ամերիկա, Strait of Hormuz, ասում է նախագահը, will be ours soon, դառնալու է, ասում է US territory, ամերիկյան տարածք է լինելու բոլոր այս, ասել է նախագահը, հիմա շարունակենք։ Տեսնում եք նախագահին եք տեսնում եւ ռազմանավերից մեկը Էբրահամ Լինքոլն ռազմանավն է, որ այս վերջին ժամանակ այնտեղ բողոքում էին, որ 250 օր է, պատկերացրեք մոտարապես 9 ամիս, 8 ամիս կես զինվորականները այդտեղ են եւ ընտանիքները այդ զինվորականների շատ մտահոգված են իրենց զինվորականներով այդքան երկար ժամանակ նավի մեջ լինելը 5000-ից ավել անց կա եւ
այդ Lincoln, այդ ռազմանավն է USS Lincoln, այդ իրենց դժգոհում է։ Նախագահը ասում է ոչ, չէ, այդպես չի, այս նավը հիմա այդտեղ է եւ շուտով կփոխվի, բայց իրենք չեն բողոքում, ասում է նախագահը, զինվորականները չեն բողոքել, այս լրագրողներն են, որ այդպես են արտահայտում։ Թեև երկու հոգի իրեն ծովն են նետել, մի ուրիշը պետք է իրեն ծովը նետեր, իրեն պահեն են եւ բժշկական խնամք են տալիս։ Այսպես տեսնում եք, ոմանք բողոքում են, ասում են ուտելիքը շատ քիչ է, հիմա վերջերս այնքան երկար մնացել են, ժամանակին չեն կարողանում ուտելիք հասցնել։ Այստեղ է նախագահը, որ ասացի, ասում է լրագրողներն են ստեղծում նման բողոքներ, իրենք զինվորականները չեն բողոքում, ասում է նախագահ Թրամփը։ Ասած ռազմանավերի մասին ասացի, սա Լինքոն ռազմանավն է, ինչ մեկ ուրիշը ռազմանավը, որ պիտի փոխարինի այս մեկ ռազմանավին, USS George Washington ռազմանավն է գալու այդտեղ եւ հիմա ճանապարհին է գալիս է այն ռազմանավը գալիս է Վիետնամի ափին, Չինաստանի մոտ այնտեղ էր, այնտեղի ճանապարհը ընկել կա, որ այս Լինքոն ռազմանավը, որ 250 օր այդտեղ է եղել, հեռանա մյուսը կա։ Սրանք խոշոր ռազմանավեր են, ասացի, որ ապագայում պետք է այս ցուցադրեմ, տեսնեք, ամեն մեկը 5000-ից ավել անձ է այնտեղ մնում նավի մեջ, բայց հաճախ այս նավերը գնում են ափ, որևէտեղ ափին մոտենում են, սովորաբար 30-45 օր նավի մեջ են լինում այս նավաստիները, հետո գնում է ափը, այնտեղ մի քանի օր անց են կացնում, վերադառնում են, հետո շարժվում է նավը, բայց այս Լինքոն նավի մեջին, քիչ առաջ ասացի, 8.5 ամիս է մնացել են նույն նավի մեջ, այսպես ափը չեն գնացել։ Դրա համար է հոգեկան խանգարումներ են զգում այս նավաստիները։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից, սպանություն եւ նաեւ այդպես ոչրագործության մասին խոսեմ, տեսնեք, որ Ամերիկայում թվում է ոչրագործությունը իջնում է, նրանից հետո հրեական խոշոր կազմակերպություն, տեսնեք, բիլիոնավոր դոլար, հարյուրավոր միլիոնավոր դոլար գումար է հավաքում ամեն տարի, իսկ ծրագիրը հովանավորում է ServPro ընկերությունն է հովանավորում։ Եթե ձեր բնակարանը նոր կառուցել եք կամ ռիմադել եք արել, լուրջ մաքրման կարիք ունի, պրոֆեսիոնալ մաքրման կարիք ունի, սա այդպես չի, որ մի քանի տիկին հրավիրեք մաքրեն այդտեղ լվանան եւ այլն, պրոֆեսիոնալ աշխատանք, կամ եթե հրդեհվել է ձեր շենքի մի մասը, կամ խողովակ է պայթել, դժվարություն է ստեղծել, բոլոր այդ հարցերով զանգարեք ServPro այս հեռախոսահամարն է։ Ծրագիրը նաև հովանավորում է դոկտոր Park Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը։ Եթե որևէ ժամանակ ալերգի եւ ասմայով տառապում եք, զանգարեք այս հեռախոսահամարին, խորհրդակցեք այս մասնակետի հետ Գլենոքս փողոցի վրա է գտնվում Grandview փողոցի հատմանկետի մոտ է։ Դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը։ Աչքի վիրահատող բժիշկ է, կենտրոններ ունի, բայց երեք որ այս շրջանին մոտիկ է Գլենդելում, այստեղ տեսնում եք Ջաքսոն եւ Քոլորադո փողոցի հատմանկետում, Փասադինայում տեսնում եք իր հեռախոսը Քոսամեսա քաղաքում, այսինքն Orange County-ում որտեղ որ բնակվում եք, մոտիկ է այս կենտրոնին, որտեղ փոքր է Orange County-ին, զանգարեք ժամադրության համար կվերադառնա։ Ես հիմա ուզում եմ տվյալներ ցույց տալ, որ սպանությունը, տեսնում եք murder and manslaughter 18%-ով այս երկու սպանությունները պակսել է համեմատ նախկին տարիների, իսկ բռնապարությունը rape offenses 7.6%-ով իջել է, robberies, որը հրացան ատրճանակով գնում են գողություն, 18.5%-ով իջել է այս երկրում, որ սա մեծ փոփոխություն է,
դրանով հանդերձ որևէ երկիր այսքան սպանություն, այսպես ռեյփ եւ այսինքն բռնապարություն եւ գողություն ատրճանակով վրացանով տեղի չունենում, թեև ասացի մենք բոլորս բախտավոր ենք, որ այսպես մասամբ իջել է, բայց դեռ մնում է վտանգավոր տարածքներ կա եւ պետք է միշտ ուշադիր լինենք։ Ես հիմա հրեական AIPAC-ի մասին խոսեմ, ամենախոշոր կազմակերպությունն է, հրեական կազմակերպություն է, որ այս երկրում կենտրոնացած է ընտրությունների վրա եւ հատկապես կենտրոնացած է ընտրության վրա, որ նրան օգնեն, նրան այն անձին օգնեն, որ տեսնում են կպաշտպանի իրենց հրեաներին կապվող եւ Իսրայելի շահին կաշխատի եւ դեմ գումար ծախսեն, դեմ կանգնեն այն անձին, որ հակառակը չի իրենց հնազանդվի, որ իշահ իրենց քվեարկի կամ ընդհանուր դեմ կաշխատի, որ բողոքում են, որ հրեաները շատ ինֆլուենս ունեն, ազդեցություն ունեն եւ ահա այսպես վիճակ է։ Ուրեմն այս AIPAC-ը ամենախոշոր հրեաների կազմակերպությունն է Ամերիկայում, ղեկավարվում է հրեա ամերիկացիների կողմից, որ աշխատում է բոլոր իշահ հրեաների կազմակերպությունների գումարը ստանալու, միլիոնավոր գումարներ են ստանում եւ դեմ կանգնի ով որ հակառակ իրեն։ Հիմա այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել, տեսնեք, որ ինչքան գումար են ծախսում։ Նախնական սովորաբար կենտրոնացած են նախնական ընտրությանը, որ պատկերացրեք դեմոկրատների նախնական ընտրությունը, որ մեկը գա բարձրանա, որ իշահ իրենց կաշխատի, ավելի շատ նախնական ընտրություններում աշխատում են մաղեն նրանք, որ դեմ կաշխատեն իրենց հաստատությանը, Իսրայելի շահին եւ այլն։ 138 միլիոն նախնական ընտրության համար 2022, 24, 26-ում ծախսել են դեմոկրատ կուսակցության անդամների տեսնում եք այս ներողություն primary նախնական ընտրությանը ընդհանուր հետո օրինակ պատկերացրեք այդ ընտրությունը որ հունիսին տեղի էր ունենում նախնական ընտրություն իսկ նոյեմբերի վերջնական ընտրությանը ավելի քիչ են ծախսում գումար, որտեղ իրենց աշխատանք անում են, որ սկզբից մաղեն, որ այն երկուսը, որ պետք է մրցակից լինեն, երկուսը միձև լինի, որ իրենց կողմնակիցը լինի, կարևոր չի հետո ով կընտրվի։ Ուրեմն սկզբից գումարը ծախսում են, որ այդպես բարձրանա անձ, որ իշահ կաշխատի կծառայի իրենց։ Հիմա AIPAC-ի այս հրեական խոշոր կազմակերպության տեսնում եք, ինչքան դեմոկրատներին գումար է անձնում կամ դեմոկրատ կուսակցության դեմ գումար է այսպես ծախսում, ինչքան ռիփաբլիկան։ Տեսնում եք, այստեղ 2022-ին 27 միլիոնից ավել է ծախսել դեմոկրատների համար, 40 միլիոն 300,000 2024-ին է դեմոկրատ կուսակցության իշահ մեկի կամ դեմ մյուսի 3 միլիոն ռիփաբլիկաններին է հիմա, որովհետև նախկինում դեմոկրատները լրիվ հրեական կազմակերպության իշահ էին աշխատում ընտրյալ մարդիկ։ Հիմա հակառակ եղել ռիփաբլիկաններն են լրիվ հրեաների կազմակերպության, հրեա անձնավորության օգնելու, դրա համար ավելի քիչ գումար են ծախսում ռիփաբլիկանների ընտրվելու եւ օգնելու, քան թե դեմոկրատներին, տեսնում եք այստեղ։ Ուրեմն 63 միլիոն 2026-ի նախնական ընտրության, այսինքն այս հունիսին, որ ընտրություններ տեղի ունենում։ Եվ ընդամենը տեսնում եք 4 միլիոնից ավել ռիփաբլիկանների իշահ ծախսել են այս անցյալ ընտրության ժամանակ։ Հիմա անցնում ենք առաջ, այստեղ տեսնում եք այս հրեական կազմակերպությունը 2022-ին հաջողություն է ունեցել 8, որտեղ որ գումարը ծախսել է, հաջողել են անձը ընտրվել է, 3 տեղ հաղթվել է եւ այսպես տեսնում եք 2024-ին իրենց գումարը ծախսել են
նրանք որ իրենք ցանկություն ունեն 10 հոգին ընտրվեն են գումար են ծախսել 3 տեղ որ այդ անձը ընտրվի չեն հաջողել 2026-ին 4 տեսնում եք 2 եւ խառը գումար են ծախսել 2 կողմ 1 հոգի եւ դեռ հայտնի չի 2 հոգի այդ գումարները այդտեղ ծախսեն են այսպես տեսնում եք գումարը ինչ որ ծախսում է հիմա դեմոկրատ կուսակցության համար AIPAC-ը հրեական այս կազմակերպությունը որ ասացի 2022-24 եւ 24-ի ընտրության համար մեկ անունները որ կա դուք չեք անդրադառնա որ սրանք հրեական կազմակերպություն են United Democracy Project 120 միլիոն ուրեմն գումար է ինչ է որ ծախսեն է այդ անվան տակ գումարը ծախսեն է Elect Chicago Women մեկ ուրիշ հաստատություն այդտեղ գումարը տեսնում եք ծախսեն է հետո տեսնում եք Affordable Chicago-ում այս վերջին ժամանակներում որովհետև մեկ մուսուլման այնտեղ ընտրվեց որպես այսինքն այդ նահանգի Միչիգան նահանգի որպես սենատոր ընտրվի որ կարողացավ հաջողի իհարկե ամենայն դեպս 4.4 միլիոն ուրիշ անվան տակ ծախսեն են Voter for Responsible Government քվեարկողներ որ պատասխանատու կառավարություն որ դուք չեք հասկանա այս ինչ կազմակերպություն է տեսեք ինչ անունները որ ընտրում են կապ չունի չի ասում հрьяաների կազմակերպություն որ ուզում է օգնի այս մարդուն տեսեք հետո մեկ ուրիշ Blue Wave Action կապույտ ալիք անվան տակ 2.4 միլիոն նորից Շիկագոյում որտեղ այս վերջին ժամանակ խոշոր գումար էին ծախսում տեսնում եք էլի գումարը որ ինչ որ ծախսեն են Հիմա եթե անցնում ենք անձիկին նրանք որ գումարը ծախսեն են 15 կանդիդատի համար 41 միլիոնից ավել գումար են ծախսել սրանք անձիկ են որ գումարը ծախսեն են որ այդ անձը ընտրվի որովհետև հետո հովանավորելու են եւ նրանց որ դեմ են կանգնել այդտեղ 39 միլիոն 200 հազար ծախսեն են որ այս անձիկի դեմ աշխատեն անունները տեսնում եք այդտեղ տարբեր նահանգներում տարբեր տարածքներում գումար են ծախսել այսպես տեսնում եք ուրեմն գումարը հատկապես ծախսում են որտեղ չեն հաջողել կամ հաջողել են այսպես տեսնում եք մի քանիսը քիչ առաջ ասացի հայտնի չի որովհետև հաշվարկում կա կամ challenge են արել երկար է տևում տեսնում եք ուրեմն այսպես կազմակերպված ով իշահ կաշխատի հրեական հաստատությունների եւ ով Իսրայելին կօգնի գումարը վերում են ծախսում են եւ ով այդպես չի դեմը գումար են ծախսում որ տեսակ այստեղ տասնյակ միլիոններ ծախսում են որպեսի իրեն ցանկացած անձիկ հաջողեն Ես ուզում եմ հիմա նաև խոսել մեկ կնոջ մասին fugitive որ իր այսինքն այն մարդու հետ որ երեխա է ունեցել սպանում է փախուստ է տվել ես այստեղ հիմա տեսնեք այս կինն է որ տարբեր պատկերներով փախուստ է տվել Իզաբել Ջոնսոն անունն է Ֆլորիդայում ամենայն դեպս ձերբակալում են Սպանում է երիտասարդ ամուսնուն, տեսնում եք այստեղ ինքը 38 տարեկան է, ամուսինն էլ մասամբ այդքան, տեսնում եք այսպես 5 հոգու նաև ձերբակալել են, որ իրեն օգնել են, որ կարողանա այս փախուստը տա իրեն ընտանիքի անդամներ, այստեղ ասում է master manipulator, տեսեք այս կինը իր դեմքը, պատկերը ինձ փոխում է մազերը, գլխարկով, ագնոցով եւ այլն աճ բարձրունքում տեսնում եք քթի կողքերը նաև աշխատանք է կատարել որ լրիվ տարբեր լինի հետո ամուսնուն տարերը թաղեն է ինքը օգնությամբ իհարկե ուրիշների թաղեն է իր ամուսինը իրենց ձերբակալեն են հիմա տատի պիտի տրվի
Դատավորը ասել է սա շատ վտանգավոր անձնավորություն է, բեյլ չեմ ընդունում, ուրեմն բեյլ բանդը չի կարող մեկը իրեն համար բեյլ վերցնի բերի տնի, ասենք 1 միլիոն 2 միլիոն էլ անգամ դատավորը որևէ գումար, սա պետք է մնա, որովհետև անընդհատ փախուստի մեջ է եղել, աշխատել է փախնի եւ վտանգավոր է էլի կարող է փախուստա դրա համար պետք է մնա բանդում մինչև դատավարություն։ Ես պետք է դադար վերցնեմ, երբ վերադառնամ դատարից Մորդակի մասին խոսեմ, հարավային Քարոլայնա նահանգից, իսկ ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը։ Hollywood Piano-ն Ամերիկայի ամենախոշոր դաշնամուրի խանութն է 1928 թվականից, այսինքն 98 տարի աշխատում է Hollywood Piano-ն ընտանիքի մեջ, այսպես եկել է եւ շարունակում է Փասադինայում է գտնվում, բայց անմիջապես Գլենդելի հարևանության։ Դաշնամուրը այնտեղ կտեսնեք $1000-ից մինչև $500,000։ Դա կլինի ամերիկյան դաշնամուր, ժապոնական, կորեական, չինական, Չեխ Ռեփուբլիկից, գերմանական, անպայման այցելեք ամենագեղեցիկ դաշնամուրները կարող եք այնտեղ տեսնել։ Ծրագիրը հովանավորում է նաև Raffi's Market հովանավորում է ծրագիրը։ Raffi's Market պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու։ Բերբանկում է ճիշտ Գլենդելի արևանության, նաև հաց են թխում իրենք եւ ինչ որ հարկավոր է կարող եք վերցնել կվերադառնա։ Ռոբերտ Մուրդոք, սա հարավային Քարոլայնայի ամենահայտնի փաստաբանն էր։ Բոլորի հետ ծանոթ էր ղեկավարության եւ ով դժվար քեյսեր ունենում, դատական հարցեր ունենում, իրեն էին դիմում, որովհետեւ համարվում էր ամենապատշաճ փաստաբան այդ նահանգի։ Եվ ամենայն դեպս գումարային խնդրեմ ունենում, գիտեք ամեն մարդ ավել է ծախսում կամ քիչ է ծախսում, ամենայն դեպս իրեն մեղադրում են, որ սպանել է իր կնոջը եւ իր երեխային։ Ես այդ ժամանակ բոլորը ցուցադրել էի, դատավարություն եղավ այդ մասին խոսել, ամենայն դեպս իրեն բանդ նշանակեցին, ազատազրկեցին, բանդում պիտի մնա թմա։ Իսկ մի դեպք պատահեց եւ այն այս էր, որ այդ քորթում կանայք կամ որ սեկրետերին են կամ քորթ քլերքն են այդտեղ եւ այդ կինը գիտեք ոչ ոք ջուրիների հետ չպիտի խոսա։ Եթե մի բան կա, դատավորը մենակ խոսում է բաց դատավարության ժամանակ կամ եթե մի բան հետո բացատրություն են, դատավորն է որ պետք է որևէ հարցի մասին խոսի։ Այս կինը ուրեմն դատարանում աշխատող, այդ քորթի մեջ աշխատող քլերքը կամ քարտուղարուհին հանդիպում է այս ջուրիներին, ասում է բնականաբար երևի մեղավոր է սա, այդպես արտահայտություն անում։ Եվ հետո հիմա դրանից դուրս դատավարությունը երբ որ վերջանում է ինքը գիրք է գրում այս կինը եւ մի տեղեկություններ է այնտեղ գրում, որ ոչ ոք չպիտի իմանար կամ չգիտեր, որտեվ դատարանում դատավորը թույլ չէր տվել կամ ուրիշ հարցեր կար, որոշ տեղեկությունները նաև գրում է բոլորի զարմանքին, գիրքը ավելի շատ վաճառվի, ամենայն դեպս այդ կնոջը դատի են տալիս։ Բայց որովհետև այդ կինը այս դատավարության մեջ ազդեցություն էր ունեցել, ուրեմն այդ սպանության համար, ուրեմն հետ են կանչում եւ ասում են դատավարությունը պետք է նորից տեղի ունենա։ Այն գումարները ինչ որ յուրացրել էր եւ այլն, խաբեբայություն եւ այլն, նրանք էլ մնում է իր տեղը, բայց ամենակարևորը այդ սպանությունն էր իր կնոջը եւ իր տղայի, այդ հարցն է որ նորից դատավարություն պետք է տեղի ունենա։ Հետաքրքիրորեն իրեն փաստաբանը անճանաչված նահանգում ճանաչված, որտեղ սենետեր է եղել, հայտնի փաստաբան է եղել, իր փաստաբանը, երկու փաստաբան ունեն, բայց մեկը հայ է, Արա Ռիչարդ Հարփության, որ նաև նահանգի սենետեր է եղել։ Եվ դա այդ հարցը բարձրացնում են եւ հիմա այս դատավարությունը նորից պիտի
տեղի ունենա, տեսնում եք երկար դատավարություն էր անցյալում տեղի ունեցել, հիմա տեսնում եք իրեն կողոնակությունը եւ այս մյուս փաստաբանին եք այստեղ տեսնում, ես հիմա պետք է պարոն Հարփուրյանին ծախում տեսնում եք իրեն այս հայ փաստաբանը, որ ասացի նաեւ սենատոր է եղել, իրեն ամենակարևոր փաստաբանը ինքն է, որ նորից պետք է աշխատանքը կատարի։ Ես հիմա ուզում եմ խոսել նաեւ մեկ օթանավ ձեզ հաղորդել էի հունիսին, որ այս օթանավը վայր է ընկնում եւ Washington նահանգում իհարկե։ Իսկ չէին ասել, այդ վարկյանին, երբ որ վայր է ընկել հունիսի 13-ին էր, որ ես այդ գիշեր ձեզ հաղորդեցի, հիմա այն ժամանակ վիդեո են արել, հիմա են ցույց տալիս այս օթաչունը, տեսեք երեսը լրիվ կարողացել է դուրս փախչել իհարկե օթանավի մեջից, բացատրում է, որ դժվարություն ունեցա եւ հետո տանում են հիվանդանոց, իհարկե կարևոր բան չի լինում, բայց վիդեոն հիմա են հատկացրել, որովհետեւ խոսել է այն ժամանակ ուզեցի ձեզ ցուցադրել։ Ես ուզում եմ խոսեմ ծուի մասին, հավգիթի մասին ձեզ հետ խոսեմ։ Ռիքալ են արել, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությանը բերեմ։ Եթե դուք այս Kroger ընկերությունից առանձին եք, Kroger-ը Ամերիկայի սուպերմարկետային տեսակետից ամենամեծն է։ Kroger-ը մեզ մոտ չկա, բայց տերն է Kroger-ը, տերն է նաև Ralph-ի եւ ուրիշ ընկերություններ, որ Fred Meyer կոչվող Fry's, Pick and Save, բոլոր դրանց տերն է Kroger ընկերությունը։ 2700 սուպերմարկետ ունի եւ department store ունի Kroger-ը, շատ մեծ ընկերություն է։ Եվ ամենայն դեպս այդ ծուերը ինչ որ այդտեղ վաճառվել է 1.6 միլիոն քարտոն, ուրեմն 1.600,000 քարտոն salmonella, տեսնում եք հիվանդությունը Kroger and Berkshires grocery store-ները 100 հոգի հիվանդացել են, ուրեմն դուք ծու եք առել ուրիշ տեղի կապ չունի, եթե այս կամպանիներից, որ ես ձեզ անվանեցի, այդ տեղից եք դնել, ուրեմն կարող է ունենաք պրոբլեմ, ուշադիր եղեք այդ բերումով։ Իսկ ես հիմա ուզում եմ ձեզ ցուցադրել, կողերի մասին խոսեմ։ Կողություն տեղի է ունեցել, մեկը կողանում է մեկ թաբլո, որ այդ թաբլոն Picasso-ի նկարածն է, պատկերացրեք։ Այդ գողը տանում է պահարան մի թաքցնում է այստեղ, բայց գողը այնքան կեղտոտ է իրեն պահում, եւ գումարը տեսնում եք ստորագրեն է Picasso-ն, այնքան վատ է պահում իրեն, որ գալիս են եւ իրեն տանից վտարում են, այս անձնավորությունը վտարում են տնից։ Նկարել է rice paper, ասենք բրինձի թղթից պատրաստված թորերո անունով այս նկարն է, շատ մեծ աշխատանք, երևի միլիոնավոր դոլար արժի։ Ամենայն դեպս 2018 թվին մյուզեից, գալերիից գողանում են եւ ասացի այս անձը իր վարձը չի տալիս, գալիս են իրեն տնից հանում են եւ հետո երբ որ տանտերը գալիս է մաքրի տունը, սա գտնում է պահարաններից մեկի մեջ տեսնում այս թաբլոն կա։ Մասնակետի է տանում, ասում են սա կարևոր մի պատկեր է Picasso-ի աշխատանքն է, ամենայն դեպս այդ մարդուն ասում են հիմա պետք է տեսնել ինչ է պատահելու։ Ես ուզում եմ նաեւ մեկ ուրիշ գողության մասին Իտալիայի հյուսիսային մասում մյուզեից եւ այնտեղ կես գիշերին գողերը մտնում են եւ այնտեղ նաեւ գողանում են 3 թաբլո են գողանում, թանկարժեք թաբլոներ գողանում են այս գողերը, ամենայն դեպս կարողանում են գտնեն իրենց 5 գողին գտնում են եւ թաբլոն հետ են վերադարձնում նույն մյուզեին, այստեղ տեսնում եք 3.5 միլիոն դոլար մի հատ այդքան արժի,
մյուսը 7 միլիոն դոլար։ Տեսեք ինչ թաբլոներ են տարել, մոտարապես 20 միլիոնի չափ կողացել էին, բայց բարեբախտաբար ձերբակալում են բոլորին եւ թաբլոները հետ են վերադարձնում, տեղադրում են նույն տեղը, այսպես Մոլդովայից էին եկել, միաժամանակ գողերը Մոլդովայից եկել էին Իտալիա եւ գողացել էին այս թաբլոները, ինչ որ տեսնում եք այդ մյուզեի միջից։ Սա առաջի անգամ չի, եթե հիշեք, նաեւ Ֆրանսիայի Լուվրից ոսկիներ եւ այսպես, տեսեք, ելարանին դրել, հագուստ էին հագել Fire Department եւ այլն, այս բոլորը Լուվրից էին գողացել, որոշ բաներ գտան, որոշ բաներ դեռ փնտրում են։ Ես հիմա ուզում եմ Hammerhead շարքի մասին խոսեմ։ Տեսեք այս կետ ձուկ է սա, Hammerhead շարքը, տեսեք ճիշտ այսպես մուրճի նման է, տեսեք գլուխը ճիշտ մուրճ լինի, այդ է կոչվում։ Այս շնաձուկը շարքը միշտ միտեղ է լինում, արևադարձային տարածքներում է լինում, ուր որ տաք է, սովորաբար այսքան ցած չեն իջնում։ Սա եկել Մալիբու է հասել Hammerhead այս շարքը, որտեղ եղանակը տաքացել է, եկել այստեղ։ Այս շնաձուկերը որոշ վտանգավոր են, այս շնաձուկը բնավ վտանգավոր չի։ 17 անգամ հարձակվել է մարդու վրա նմանները, այսինքն ոչ թե 17, սրանք վտանգավոր շնաձուկ չեն, 1580 թվից մինչև հիմա 17 անգամ նման ձուկը հարձակվել։ Սա Բահա, Կալիֆոռնիայի ամենայն դեպս հարավում, որ ավել տաք է, ասացի, արևադարձային է տարածքը, այնտեղ է մնում։ Հիմա այնքան տաքացել է, եկել է ավել հյուսիս, գիտեք, որևէ շնաձուկին որսել հնարավոր չի։ Սովորաբար փոքր են լինում այս շնաձուկը, բայց երբեմն մինչև 6 ֆիտ, 1 մետր 80 սանտ մեծանում, բայց հաճախ փոքր են այս շնաձուկերը, փոքր կենդանիներ են։ Ես հիմա նաև ուզում եմ շարունակել ու խոսել մեկ Taylor Farm-ի մասին խոսել։ Taylor Farm-ը մեծ ընկերություն է, որ ինչ որ տեսնում եք, սրանք վաճառում է սուպերմարկետներին, բայց այս վերջին ժամանակ Jalapeno, որը բերում է Walmart-ում կա, ուրիշ տեղեր կա, Trader Joe's եւ Target-ում, Մեքսիկոից բերվածը, այս Jalapeno-ը հիվանդություն կա, Albertson բոլոր խանութներում ծախվում է, առաջարկում եմ, որ Jalapeno-ն առայժմ չուտել։ 345 case կա, այստեղ տեսնում եք, դրանց մեջ նաև Կալիֆոռնիան է, որ այս տեղինով ինչ որ տեսնում եք, այդ նահանգներով այս Jalapeno-ը Chipotle-ն ունի, ուրիշ տեղեր կա, ուրեմն եթե կարող եք Jalapeno-ը դեռ չուտել, ավել հարմար կլինի, որպեսզի չհիվանդանալ։ Ժամանակ առաջ նաև 1000-ներ լեթեսներ, էլի Taylor Farm-ից, բայց լեթեսը որ կլոր էսպես տեսակն է։ Ամենայն դեպս Jalapeno-ը, որ խանութները նաև հիմա աշխատում են սանդվիչի մեջ տեղադրեն, դուք նաև մի օգտագործեք, մինչև այս հստակացվի, որ անցել է բարդությունները։ Ես պիտի դադար վերցնեմ եւ վերադառնամ 18 անիվանոց մեկ տրակտոր ցույց տամ, 18 wheelers, դա ցուցադրեմ, ծրագիրը հովանավորում է Անդրե Ղարաբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը։ Եթե դուք հրդեհ տեղ ունեցած ձեր տանը կամ բիզնեսում, bankruptcy պիտի ֆայլ անեք, accident եք ունեցել, զանգահարեք այս հեռախոսահամարին, որպեսզի կարողանաք ճիշտ հատուցում ստանալ։ Ծրագիրը նաև հովանավորում է դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը։ Եթե թաթի վրա թաթի տակ վերք է կամ ոտքի վրա վերք է, քայլում եք, շնչասպառ եք լինում, այս մասնակետ բժշկին դիմեք։ Գրասենյակները գտնվում են Orange County-ում, Commerce, Encino, Glendale։ Glendale-ում 616 East
Գլենոքս փողոցի վրա է գտնվում, ժամադրություն հարկավոր է իհարկե։ Սոնաֆետ արեցների կենտրոնն է ովանավորում ծրագիրը, իրենք բաս ունեն, մինիբաս ունեն, ցես կտանեն ու կվերադարձնեն։ Ձեր հասակակիցների հետ կարող եք այնտեղ զբաղվել տարբեր խաղերով, կվերադառնան։ Նյու Յորքում տեսնում եք ամենտեղ ինման կամուրջ կա եւ այնտեղ գրվում է, որ բարձրությունը ինչքան է, մարդիկ որ թրակ են քշում, դրան պետք է ուշադիր լինեն։ Հիմա այս թրակը գալիս է եւ տեսեք ուզում է անցնի, հարվածում է կամուրջին, ինքը թրակը այսպես շրջվում է, բայց բարեբախտաբար վարորդին վնաս չի հասնում, իրեն հանում են մեքենայի միջից, բայց հիմա այնպես տեսնում եք կամուրջին եւ այդ մեքենային մեծ վնաս, ինչ որ այսպես տեսնում եք։ Ես ուզում եմ հիմա ձեզ ցույց տալ եւ բերել ձեր ուշադրությանը։ Սա Poland Լեհաստանում է տեղի ունեցել, գնում են անտառ եւ այլն տարբեր տեղեր, մոտենում են վայրի կենթանին վայրի է, սովորաբար իրենք մարդու չեն ուզում հարցակվեն, տեսեք այստեղ իրեն վայր է գցել եւ կանգնել են։ Մի մարդ խելացի է լինում, իրենց երկուսի միջև մեքենան քշում է, անձը բարձրանում է, տեսնում եք այդտեղ այդ վայրի եզը մյուս կողմն է, հետո իրեն տանում են բժշկական խնամքներ հասցնելու։ Ամենայն դեպս դուք գնում եք տարբեր տեղեր, կենթանիները շատ գեղեցիկ են, դուք ուզում եք սեր արտահայտվեք, ուզում եք շոյեք, այսպես, բայց հիշեք, վայրի կենթանի են, դուք կարող եք իրենք հաուսարսափ ստեղծեք իրենք պաշտպանվելու համար, կամ եթե մեկ ուրիշ հարցեր լինի այդ վայրկյանին, ցայն եւ այլն, պետք է միշտ ուշադիր լինել, վայրի կենթանին վայրի է, ձեզ կարող է վնասի նաեւ։ Ես ուզում եմ մեկ ֆուտբոլիստ ցուցադրել ձեզ, այստեղ եթե կարելի է գոլը շտերը, իսկ թրջում է այդպես այս ֆուտբոլիստը 10 Բրազիլիայում է տեղի ունենում, տեսեք ուրախությունից թրջում է ու այնտեղ աստիճաններ է այդտեղ, վայր են գնում այդտեղ, բայց բարեբախտաբար ոչինչ իրեն չի պատահում, կարողանում է դուրս գա այդ խորքից, իրեն օգնում են, անում են, տեսնում եք ուրախ դուրս է գալիս եւ վազելով գնում է, մի բան իրեն քննում են, տեսնում են մի բան չի պատահել այս ֆուտբոլիստին։ Ես հիմա ուզում եմ նաեւ ձեզ ցուցադրեմ Բելգիայում գտնում են 10 միլիոն արժեք ունեցող ոսկի եւ այլն սուր, այս կոյուղու խողովակները, այդ տարածքները, ինչ որ գոյություն ունի, թաքցված է եղել այդտեղ, ինչ որ այստեղ տեսնում եք, իհարկե, տեսեք ինչքան, ասացի մոտարապես 10 միլիոնից ավել գտնում են այդ այսպես կոպեկներ նաեւ ոսկե սա գտնում են Բելգիայում, ինչ որ ասացի ձեզ։ Ես եմ ձեզ հիմա ցույց տալ lawn mowers, նրանք որ փոքրիկ տրակներով խոտը հնձում են կամ եւ այլն։ Հիմա սա այս մրցությունը գոյությունը ունի Անգլիայում, ես չգիտեի այսպես մրցություն նաեւ տեսել էինք վերջո տրակտորով եւ այլն, հիմա խոտ հնձողների մրցությունն եմ ուզում ձեզ ցույց տալ, lawn mowers, տեսնում եք Անգլիայում տեղի ունեցող 9 ժամ մրցությունը 9 ժամ տեղի ունեցող մրցություն է եւ այստեղ տեսնում եք ուրախությամբ այդ մրցությունն եք տեսնում եւ իհարկե դիտորդները շատ են եւ նվերներ են ստանում, իհարկե նա որ հաջողակ է լինում նվերներ են ստանում։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ այդ ժամանակ խոսեմ Statue of Liberty, ազատության արձանի մասին խոսեմ
Իստրակիրը հովանավորում է անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը։ Անաշե գիֆտը առաջարկում այս սուրճ պատրաստելու ամանը էլեկտրական է $9.99 իջեցրին։ Անաշե գիֆտում դուք կարող եք գտնել նաև բաժակներ, պնակներ, նաև այնտեղ կարող եք, եթե ձեր ժամացույցը բատրի պետք ունի, այդտեղ կարող եք դա ունենալ եւ խունկ, եթե կարիք ունեք, ինչ որ ամենայն դեպս Գլենոքս փողոցի վրա է գտնվում Գլենդելում Բրբանքի հարևանությանը կվերադառնա։ Դուք տեսնում եք Liberty, այսպես Lady Liberty-ին տեսնում եք կամ ազատության այս արձանն եք տեսնում Նյու Յորքում է, գիտեք Ellis Island ով գալիս են այդ տեղից հին ժամանակ մանավանդ գալիս են այստեղ եւ հետո դառնում էին ամերիկացիներ կամ գալիս էին այս երկիր 12 միլիոն մարդ այս ճանապարհով եկել է այստեղ նախապես այսինքն տարիների ընթացքին ճաքեներ գույնը այսպես մաքրել են ամեն ինչ ամիսներ իհարկե մաքրվել գեղեցիկ այս Lady Liberty-ն այդտեղ տեսնում եք ազատության այդ տիկինին այդտեղ տեսնում եք եւ ոմանք ասում են որ սա այստեղ տեսնում եք սեպտեմբերի դեպքերը պատահեց Նյու Յորքում սեպտեմբեր 11-ի եւ այլն ուրեմն ասում են շատ տարբեր հարցեր է տեսել այս արձանը հայացքը դեպի Ամերիկա այստեղ տեսնում եք Ellis Island-ը տեսնում եք եւ ասացի երբեք չի հինանում պահում է իր գեղեցկությունը եւ նամանավանդ որ ասացի մաքրել գեղեցկացրել են այս արձանը յուրահատուկ ֆրանսիացիք իհարկե նվիրեն են այս Ֆրանսիայում պատրաստված բերեն են տասնյակ տարիներ առաջ հանձնել են ամերիկացիներին ծրագիրը եկավ իր ավարտին ձեզ կհանդիպեմ վաղը մի շնորհ հանդիպում